Ողջույն բոլորին, ուզում եմ նշել, որ քարտերի ալիքային տարվա ծնվածների այլևս չի գործելու, հենց այսօրվանից սկսված վերջին տեսանյութը ամսի 18-ի համար էր նախատեսված, ոչ պատշաճ դիտողականության համար։ Եվ նույնն էլ այստեղ կասեմ, որ օրը որ կտեսնեք, որ այս ալիքում կլինի 2200 դիտում, ապա այս ալիքում եւս մի սպասեք նոր տեսանյութեր։ Այսքանն է ուզում ասել, իսկ հիմա կարող եք արդեն ասել ձեր նշանները։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 19-ին։ Այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև կարող եք տեղեկատվություն լուր իմանալ այն մարդկանցից, ովքեր որ գտնվում են ձեզանից հեռու բավականին կամ օտար երկրից, որ տեղեկատվություն ստանաք։ Նաև այդ օրը ձեր ցանկությունները կատարվեն, բավականին էմոցիոնալ կլինեք, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր մայրիկի հետ, ոմանք կունենան ռոմանտիկ ժամադրություն, ընկերները ձեզ կարող են աջակցել կամ դուք աջակցեք, ընկերների հետ ավելի շատ կլինեք այդ օրը, նաև կարող եք նոր ընկերներ ձեռք բերել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 19-ին։ Նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, նաև կարող եք փաստաթուղթ եք ստորագրում, փաստաթուղթ եք տալիս դիմացինին, նաև կարող եք ինչ-որ բաներ ստորագրել, կարևոր թղթեր լրացնել, ցուցակ կազմել։ Այդ օր ավելի շատ շփում կլինի ձեր ընկերների հետ, միգուցե դուք եք աջակցում իրեն, ինքն է աջակցում ձեզ։ Նոր ծանոթություն է, նոր ընկերական շրջապատ։ Եվ այդ օրը նաև բավականին ոգևորված կլինեք, այսօրեն կողմ կգնաք, ավելի շատ գործերը կանեք, հյուրեր նաև կընդունեք կամ դուք ինքներդ կգնաք հյուր, տեղեկատվություն կլսեք, ինչ-որ բաներ կպատվիրեք, կբերեն ձեզ, կհանձնեն։ Նաև կարող եք ծանոթանալ, այսինքն դրսում փորձեն ձեզ հետ ծանոթանալ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 19-ին։ Այդ օրը բավականին առույգ կլինեք, բավականին շատ գործեր կհասցնեք անել, նաև կարող եք ճանապարհ գնալ երկար, ձեր ցանկությունների հետևից գնաք եւ անեք, այդպես ոգևորված, նաև ոմանք հյուր կընդունեն, դուք կգնաք հյուր, նաև ինչ-որ բաներ կպատվիրեք, կբերեն ձեզ, կհանձնեն։ Ծանոթություն է սա նաև անսպասելի դրսում, փորձեն ձեզ հետ ծանոթանալ կամ դուք փորձեք դիմացինի հետ ծանոթանալ այդ օրը։ Նորություններ կլսեք նաև։ Ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը կամ այդպես կատարում եք այն ինչ որ ձեր նպատակները ոնց որ նպատակների հետևից եք գնում։ Նաև հեռվից լուր կլսեք, որտեղ ապրում են այն ինչ որ ձեզանից հեռու ովքեր որ ապրում են իրենցից տեղեկատվություն կլսեք։ Օտար երկրի հետ կապված միգուցե ինչ որ գործողություններ եք անում, կարող է տեղափոխվում եք այստեղ օտար երկիր։ Ոմանք տան հետ կապված իրադարձություններ ունեն, կարող է առիթ է ձեր տանը կամ պետք է գնաք այդ առիթին, նաև նա կարող է լինել տեղափոխություն տանից տուն, հյուրեր ընդունեք, տունը կարգի բերեք, մաքրեք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։
Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 19-ին։ Այդ օրը կարող ծանոթանալ ուժային կառույցի վարչի աշխատողի հետ կամ հանդիպեք իր հետ, պետական աշխատող կարող է լինել նաև։ Դուք ինքներդ ավելի շատ ուժ ունենաք ինչ-որ գործողություններ անելու համար։ Ձեզ կարող են աջակցել, օգնել, եթե դրա կարիքը կլինի։ Նաև ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք անակնկալներ, նվերներ, ուրախ պահեր, ծնունդ է, այդպես իրար նվերներ եք տալիս, և գաղտնիք կբացահայտվի, միգուցե ինչ-որ մեկը սեր է խոստովանում, ինչ-որ բաներ են զարգանում, առաջ գնում, միգուցե հարաբերություններն են, միգուցե մեկ այլ բան է, և ոմանք էլ ուսմամբ կզբաղվեն։ Կարող սովորել, կարող գիրք կարդալ, գիրք գրել, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հուլիսի 19-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք։ Ոմանց համար նաև սիրային ժամադրությունը, ռոմանտիկ պահեր են, նաև հանդիպում կամ շփում ձեր մայրիկի հետ կունենաք։ Ինչ-որ բաներ ձեզ մոտ մութ է, ինչ-որ մի բաներ ձեզ մոտ անհայտ կարող է լինել այդ օրը, և երեխաների հետ շատ շփվեք, երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր կան, պետք է լուծեք, նաև հղիությունը, ծննդաբերությունը, նոր ինչ-որ մի բանի սկիզբ է, նոր աշխատանք, նոր պատվեր, նոր հարաբերություններ, նոր բիզնես նաև ոմանց համար, և այդ օրը նաև ինչ-որ մի բան է գնալու ձեզանից, ինչ-որ մի բան կգնա մյուսին տեղ բացելու համար, դա արդեն լցվել է և դա պետք է գնա ձեզանից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 19-ին։ Ինչ-որ մի բան է գնալու ձեզանից, նորին տեղ բացելու համար, դա արդեն վաղուց իր դարն ապրել է և այլևս նա ձեզ հարկավոր չէ։ Եվ այդ օրը նաև փոփոխություններ այսպես թե այնպես կմտնեն ձեր կյանք, հենց դա է, որ ինչ-որ մի բան գնում է և դրանով փոփոխություն է մտցում ձեր կյանք, ոմանց մոտ հղիությունը, ծննդաբերությունը, ովքեր հղի են այստեղ պետք է շատ ուշադիր լինեն։ Նաև սա կարող է տեղափոխություն լինել ոմանց համար, օտար երկիր կամ մեկ այլ տուն, մեկ այլ տարածք նաև։ Եվ պայմանագիր կկնքեք, ինչ-որ ցուցակ կարող եք կազմել, միգուցե որպեսզի գնաք խանութ։ Նաև նամակագրական կապը շատ կլինի այդ օրը, ինչ-որ մարդկանց հետ անդադ կգրվեք, կխոսեք, փաստաթղթերը կդասավորեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 19-ին։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիավլի կլինեք, բայց ինչ-որ մի բանի կորուստ է, ինչ-որ մի բան է գնում ձեզանից, միգուցե տրամադրության անկում է, հետո ուրախությունից հետո ուշադիր եղեք հստակ ինչ-որ մի բան չկորցնեք այդ օրը, մանր-մունր խնդիրներ են, որոնք որ պետք է լուծեք այդ օրը։ Եվ ոմանք նոր կյանք կսկսեն, նոր աշխատանք, նոր բիզնես, նոր ինչ-որ գործունեություն, ոմանց մոտ սա նաև հղիություն կարող է լինել, ծննդաբերություն։ Երեխաներին տեսնեք, թոռներին տեսնեք, իրենց գործերով զբաղվեք այդ օրը, իրենց հարցերով զբաղվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։
Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 19-ին։ Ոմանք այդ օրը ծնունդի լինեք, ինչ-որ գործեր կզարգանան, առաջ կգնան, նաև անակնկալներ, նվերներ, ուրախ պահեր, բայց հետո կողակ վիճել ինչ-որ մեկի հետ, ուշադիր եղեք։ Մեռա հորանջելով ինչ-որ մի բան, այնպես չէ։ Նաև դա կարող է լինել ծաղիկներ, նվեր եւ այլն։ Եվ տեղ ուշադիր եղեք կողակ վիճել դիմացինի հետ, ոմանք կարող են տուն մաքրել ուղղակի։ Տուն մաքրել, տան գործերով զբաղվել։ Ոմանք էլ կարող են վիճել։ Եվ բավական ուժ կունենաք այդ օր ինչ-որ գործեր անելու, հասցնելու համար, հանդիպում, շփում կունենաք ուժային կառույցի ներկայացուցիչի հետ, միգուցե ծանոթություն է նաև, կամ իրեն կարող եք դիմել ինչ-որ հարցերին լուծում տալու համար, կամ նա ձեզ կարող է աջակցել։ Տնօրեն է լինել, մեկ այլ հարց լինի, ինչ-որ մեկ այլ մարդ, իրավաբան եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 19-ին։ Փոփոխություն է մտնում ձեր կյանք, գլոբալ փոփոխություն է։ Նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ բնակարան, մեկ այլ վայր, երկար ճանապարհ, դա կարող է լինել նաև շատ երկար, այդպես մեկ օր գնաք։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերների հետ, կամ նոր ընկերներ ձեռք կբերեք, մեկը մյուսին կարող է աջակցել, օգնել։ Եվ խորամանկություն այստեղ ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չխաբեն, խորամանկություն չանեն ձեր նկատմամբ, միգուցե նաև դուք եք դիմացինի հանդեպ ավելի խորամանկ լինելու։ Կամ ինչ որ մի պահեր են այստեղ։ Դե կարող է ընկերոջ հետ է կախված, չեք ուզում իրեն օգնեք, կամ եւ այլն, ինչ որ խնդիրներ կան։ Խոսքով, ամեն մեկի մոտ դա կարող է տարբեր լինել։ Դա նաև խորամանկորեն յուրաքանչյուր հարց լուծելն է։ Իսկ կկարողանաք ամեն հարցին ճիշտ լուծում տալ ճիշտ ժամանակին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աճեղջյուրներին։ Ինչ է սպասվում աճեղջյուրներին հուլիսի 19-ին։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով կլինեք։ Նաև փոփոխություն կմտնի ձեր կյանք, փոփոխությունը կարող է լինել յուրաքանչյուր տեսքով, յուրաքանչյուր։ Դա ընդհանրապես այն քննումը դա լավ փոփոխություն է նշանակում, հա, եւ ոմանց մոտ հղիություն է, ծննդաբերություն է, նաև տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, երկար ճանապարհ, դա նաև ցույց տալիս, եւ ոմանց համար գաղտնի կբացահայտվի, ոմանք գիրք կկարդան, ուսմամբ կզբաղվեն, նաև գիրք եք գրում, դրանով զբաղվեք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ինքը դե կիրակի է, քարտերի նշանակությունը նաև ուղղակի շաբաթ կիրակի օրվա համար եմ ասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 19-ին։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ։ Դա կարող եք փողոցում ծանոթանալ դրսում միամիտ կամ խոսակցության ընթացքում այդպես ծանոթանաք, նաև հյուր կարող են ակալ ձեզ կամ դուք գնաք հյուր, միգուցե հարազատ է, բարեկամ է, նորություններ կարող եք լսել այդ աղջկանից կամ այդ աղջկա վերաբերյալ։ Եվ իրար հետ կարող եք նաև ճանապարհ գնալ։ Միգուցե գալիս է ձեզ մոտ, այդպես դա է ցույց տալիս։ Եվ այդ օրը շատ շփում կունենաք,
չի բացառվում բամբասանք, չի բացառվում նաև լեզվակռիվ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 19-ին։ Այդ օրը կլինեք ձեր հարազատների շրջապատում, նաև նոր կյանքի իմաստ կգտնեք, ավելի իմաստուն կլինեք, նաև դա հասունություն է, ոնց որ մարդը զգում է, որ արդեն տեսակ ուրիշ ձև է նայում ամեն ինչին, ուրիշ ձև է մտածում։ Դա նաև պաշտոն է, ուղղակի դա ինքը կիրակի է, եթե գիտեք փոփոխությունը այդպես կախեք այդ օր ուղղակի նշել ընկերների հետ, որ երկուշաբթի օրվանից օրինակ ուրիշ տեղ եկա արդեն աշխատելու։ Նաև այդ օր ձեր ցանկությունները կիրականանան, լուրեր կլսեք հեռվից, օտար երկրից, ձեր հարազատներից, նաև դա կարող է լինել օտար երկրի հետ կապված հարցեր, կամ գուցե մտածում եք գնաք հանգստանալու մասին։ Եվ ոմանց համար անակնկալներ, նվերներ, լավ լուր, ժամադրություն նաև, ծնունդ կարող է լինել եւ ինչ որ բաներ են առաջ են գնում, հա, զարգանում են, առաջ խաղացում կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։